Բարի երեկո, սիրելի տիկնայք և պարոնայք և իմ սիրելի ոսկե երիտասարդություն։ Այսօր մենք խոսենք մի շատ հուզող բոլորին եւի թեմայից, որը տարիներ շարունակ անդադար հուզում հետազոտություններով, նորարար ինչ-որ ձեռքբերումներով և փորձով ոգիների մասին, չար ոգիների, բարի ոգիների, իրենց բնության մասին, թե որտեղից են իրանք ստանում ուժ, որտեղից են գալիս, իերարխիայից իրանց, այսինքն ներքևից դեպի վերև կարևորության մասին։ Ու սկսենք 2-3 փուլի բաժանենք, որովհետև սկսելու ենք տարբեր ոլորտներից, բայց որ բոլորը ընդհանուր խնդիր և հետաքրքրություն ունեն իրար հետ միաձուլվելու։ Ուրեմն առաջինը կսկսենք խոսել այս տախտակից, Ouija տախտակից, որը 1890 թվականից սկսած գործել է և արդյա մինչև այսօր, կոչվում է տախտակ Ouija։ Սա էլ իր պլանշետկեն է փոքր, որի միջոցով մեդիում և մի հոգի, 2-3 հոգի շարունակ, ոչ միայն մի հոգի էլի, որովհետև մի հոգի չի կարելի որ լինի ընթացքում, շարժելով ոգևորված ուժերով, շարժելով կապ հաստատելով ոգիների հետ, ոգի, որովհետև ինքը հոգի չի, ինքը ոգի է, ինքը անշոշափելի է, դրա համար ինքը ոգի է, կարողանում են, ոնց որ մենք այսօր եւի Google-ից պատասխաններ ենք ստանում, այդ ժամանակ իրանք բավականին լուրջ այդ հողի վրա շեղված են ու ստանում են այն պատասխանները, որոնք մենք այսօր նույնիսկ կարող է չստանանք, որովհետև մարդիկ ավելի շատ հավատքով են, մարդիկ ավելի շատ կապված էին ոչ թե համակարգիչի հետ, ոչ թե հեռախոսի հետ, այլ անդրշիրիմյան կյանքի, իրանց կյանքի հետ հետաքրքրվում էին ավելի շատ, ճիշտ է, սկզբից դա այս տախտակը արված էր Elijah Bond-ի սկզբնության հետ, որը հայտնաբերեց այս Ouija-ն և թողեց մանր և խոշոր վաճառքի որպես բիզնես, բայց հետո այս խնդիրը լուծվեց ու ինքը սկսեց ավելի սակրալ և հետաքրքրություն առաջացնել մարդկանց մեջ, ընդհուպ մինչև այն տարբերակը, որ նույնիսկ Կոնան Դոյլը, մեր հանրահայտ դետեկտիվ գրողներից մեկը մինչև այսօր շփվում էր իր հոգեհանգիստ կամ մահացած, սենց ասած, իր որդու հետ, այս տախտակի միջոցով։ Երբ որ, իդեպ ասեմ, երբ որ այս Elijah Bond-ը գնաց, որ պատենտ հանի այս տախտակի վրա, իրան տնօրենը սենց փորձեց հարցել, ասենք, եթե ինքը հիմա կոնկրետ ինչ-որ մարդու անուն տա, կապվի հոգու հետ ու այդ անունը ճիշտ լինի, ես ձեզ կգրանցեմ որպես հեղինակ, կհամարենք, որ այս տախտակը իրական գործում է։ Եվ ինչ հետաքրքիր խնդիր լուծելով, ինքը ասեց այդ անունը, չնայած հետո ասում են, որ այդ մարդը գիտեր այդ անունը, դրա համար տենց մեծ խնդիր չեղավ, այնուամենայնիվ։ Երկրորդը հետաքրքիր էր այն, որ բոնուսները ավելանում էին նրանով, որ ինչ որ մի կին, որը ասենք այն ժամանակ էլի համբավ ստացավ այս բանից, տախտակի օգնությամբ,
հիշատակեմ, որովհետև Patience, Man Patience անունով մի հատ կին այս տախտակի հետ կապվելուց հետո մի հատ հետաքրքիր գրող նովել ռոմանիստի հետ, որը մահացած էր էլի, կապ հաստատեց եւ իր թելադրանքի տակ Patience Word, հա, այդ գրողի թելադրանքի տակ, որը մահացած էր, ինքը կապ հաստատեց եւ գրեց իր փոքր բնութագիրը, բիոգրաֆիան, ասենց ասեմ, նոր բառեր չորնեմ, նույնիսկ նկարագրեց այդ կնոջը եւ ինչ-որ պիկանտ հետաքրքիր մանրամասներ պատմեց այդ կնոջ մասին, որ ասենք ընդհանուր սկսած մինչև ներքին ապրումներից նկարագրեց, որ այն կինը փոքր կարճ հասակի էր, շեկ կարմիր մազերով, ունե կրմեր շատ վատ կոշիկ, նենց ասած, աչքերը մեծ փոսնգած, շագանակագույն աչքերով, փոքր, բայց շատ ուժեղ կամքային դիմագծերով փոքր հասակի կին էր ու անգամ ասեց, որ ինքը ինչ-որ զգացմունքային ապրումներ էր ունենում այդ պահին ու այդ սաղ իր գրքերը գրվել են զգացմունքային ազդեցության տակ։ Մի խոսքով, ահագին մեծ բոնուսներ եկավ այս տախտակետ, իդեպ հիշեցնեմ, որ Ouija անվանումը ստացել են ոչ հանկարծակի, որովհետև երբ որ հարցրեցին ոգիներին, մեդիումները կապվեցին եւ հարցրեցին ինչ դնենք տախտակի անունը, ոգիները պատասխան տվեցին Ouija, դա եւ երկրորդ հարցը երբ որ տվեցին, իսկ ինչի հենց այդ անվանումով ինքը պատասխանեց, որ դրա թարգմանությունը հաջողություն է, ոչ թե հաջողություն ձեզ, այլ հաջողություն որպես մարդկային եւ ուրիշ բարիքների հետ կապված հաջողություն, ասենց ասեմ, երբ որ մեկին մի բան մաղթում ես ու ասում ես թող հաջող լինի, այս տարբերակի մեջ հաջողություն ու թարգմանվում է այս բառը Ouija հին եգիպտական լեզվից որպես հաջողություն, այդպես էր թարգմանվում։ Սա էլ վերջի ասենք, հա, ու հետո կատարվեցին հետազոտություններ ու պարզվեց, որ եթե մարդիկ մի 5 հոգի նստած են սեղանի շուրջ մեդիումի հետ վերցած մի քիչ ավելի քիչ բան իմաց մարդիկ, երբ որ հարցեր են տալիս շատ բարդ խնդիրներ լուծելու, շատ քիչ ճիշտ պատասխաններ են ստանում, իսկ երբ որ մի քիչ ավելի պարզ բաներից են խոսում, ստանում են համարյա 65%-ից ավել ճիշտ պատասխան, այսինքն այդտեղ գոյություններ մարդու теория бессознательного, անգիտակցաբար տեսության երևույթը, որ մարդ ակամա կարող է իր գիտակցականը, այդ ենթագիտակցականը շատ ուժեղ ազդեցություն է տալիս եւ փորձում են բացատրել գիտական հողի վրա, այլ ոչ մետաֆիզիկ, որ դա կախված էր մարդկանց այդ հոգևոր եւ գրագետ մակարդակից, բայց այնուամենայնիվ մինչև այսօր հետազոտություններ են կատարվում, անգամ մինչև երկրորդ թեման, որ շարունակենք, խոսելու ենք այս գիրք ոգիների մասին, չար եւ բարի ոգիների մեջ, որ գրվել է
Ալն Կարդեկի հեղինակությամբ ու մինչև հիմա այդ հեղինակությունը մեծ համբավ ունի եւ շարունակում է իր հետնորդներով ստեղ շատ հետաքրքիր փորձեր են կատարում թե ոնց կապել ոգիների հետ, ինչ են իրանք, ինչ բնություն ունեն, հասկացան, որ իրանք, ասենք, մարմիններ են, ոգիներ են, որ ստանում են ամեն մեկը իր էներգետիկ դաշտը եւ ասենք նայեք մենք հետաքրքիր բաներ ունենք, չէ, որ մարդ մանում է, ասում են հայլիները փագել, որ ոգին եւ արտացոլող ինչ որ ապակիներ, որ ոգին այդ հայլիով պարտալով չմտնի մյուս անդրշիրիմյան կյանք, որովհետև այդտեղից գալու տարբերակ չկա։ Այդ նույն ոգիները մտնում են այդ տարբերակով ու այնտեղ սկսում են չարանալ, այնտեղ սկսում են խնդիրներ ստեղծել ոչ միայն իրանց համար, այլ իրանց մոտիկների համար։ Իրանք կարող են ցանկացած ժամանակ գալ իրանց սիրած տարածքը, վերցնել իրանց սիրած բաժակը, անգամ ձեզ ասեմ, եթե շատ լավ ժապավեն, որ լուսանկարում ենք, որ հիմա չէ, հիմա առաջ ժապավենները ավելի գերզգայուն ժապավեններ կարողանում են ստանալ, ինչպես ֆլորոգրաֆիայի նման մի բան, որը կարողանում էր նույնիսկ ոգիներ նկարել։ Ոգիները իրանցից ներկայացնում են 2-3 տարբերակ։ Կեսը ասենք ըստ մահացածների աշխարհի եւ որ հիշում եք ես ռունաներից խոսացի այն ներքին աշխարհի մասին, այսինքն խել աշխարհի մասին, որ չար ոգիները տեղ են բնակվում, այդտեղից գալիս են, սկսում են մարդկանց այն ում որ չեն ներել, այն ում որ այս կյանքում մարդիկ չեն ներել, գալիս են սկսում են հարցեր լուծել իրար հետ, բայց չեմ ուզում դες շատ վախացնեմ, դրա հետ էլ պայքարելու ձև կա, բայց խորհուրդ եմ տալի ինքնուրույն ոչ մի բան չանել, այլ կանչել փորձագետի, որը կարողանա նման խնդիրներ լուծել։ Շարունակենք մեր թեման, Ալեն Կարդեկի հետ կապված, որովհետև դա փորձել են նույնիսկ ձայնագրել իրանց ձայները, իրանց լուսանկարներ անել, գունդի, ոնց որ կրակի գունդեր լինեն իրանք, կես ասենք սողալով առնետի նման են ման գալիս, կես օդով որպես կրակի գունդ լինեն, կեսը մի քիչ ավելի բարձր են թռչում, սենց ափսոս տարբերակ չկա, ես դες մի երկու օրինակ ցույց կտայի ինչպիսին են լինում, եթե լավ զգայուն կամերա է լինում, ինքը կարողանում է նկարել այդ նման բաները։ Ու փորձեցին այդ ոգիների հետ կապ հաստատել տարբեր ձևի, ասենք փորձեր դնել գրիչ շարժելու կամ բաժակ շարժելու տարբերակով ու գիտեք, պատկերացրեք, որ այդ փորձերից 50-60%-ը ճիշտ դուրս եկավ, այսինքն ինչ է ասում, որ ինչքան էլ մենք դուրս գանք ֆիզիկական աշխարհի վրա, մենք հետո ստանում ենք ինչ-որ մի հուշ, սենց ոնց որ ասենք, որ բացի ֆիզիկական աշխարհից կա ոնց որ դեոսոֆիական բանում ասում են մետաֆիզիկա, այսինքն ռեալից կոչված ռեալից դուրս, այսինքն ռեալից ենկոմ, այսինքն ոչ ռեալ, մետաֆիզիկա, գիտությունները, մետաֆիզիկ գիտությունները, այնպիսին ինչպիսին են էզոտերիկա, միստիկա եւ այլն, իրանք
ոչ համարում են ոչ ճշգրիտ գիտություններ ու սա փորձում են բացատրել ֆիզիկայով կամ կվանտովի ֆիզիկայով, բայց արեք ու տեսեք, որ բաներ կան, որ անբացատրելի են, օրինակ նույն բիոդաշտերի եւ ուրիշ երևույթների մասին երկար կարելի է խոսալ եւ 2-3 գիտնական կարող է նույն կարծիքի չգան, ինչպես մաթեմատիկայում կարելի է ցանկացած հավասարում լուծել ու եթե հավասարում ճիշտ է լուծվել, ուրեմն կստանաք մի պատասխան։ Իսկ այստեղ կարող է 2-3 փորձագետ ամեն մեկը իր պատասխանը ստանա ու ինչ-որ տեսակետից ինքը ճիշտ լինի, որպես ինչպես արվեստի մեջ ամեն մեկը իր պրիզմայով իր աչքերով է տեսնում, իր անկյան տակ է տեսնում ռեալ իրականությունը։ Ոնց է կարծում, ես կարող եմ այսօր ձեզ ամբողջովին նկարագրել ինչ հետազոտություններ են անցկացվել մոտ 18 դարից 19 դարից մինչև այսօր կես ժամվա մեջ։ Դրա համար մենք երևի կշեղվենք մի քիչ ուրիշ էլի ոգիներից, կխոսանք ինկուբներից, սուկուբներից, որ էլի այսօր շատ արդի են, ասեմ, որ ինկուբները դրանք արդեն արդեն էակներ չեն, իրանք զուտ սենց թեոսոֆիական համասարան բաժնում տենց մի հատ առարկա կա դեմոնոլոգի, այսինքն ոնց կարելի է դրան ասել դեմոնոլոգին մնում է դեմոնոլոգի, այսինքն այն, որ մենք ասում ենք սատանա, իր ուսումնասիրելու տարբեր տարբերակները։ Բայց ստեղ ասեմ դեմոնները, ինկուբները, սուկուբները, մեկը ինկուբ այդ արական մարմիններ են, սուկուբները իքական մարմիններ են։ Սրանք ուրեմն, երբ որ գտնում են ամուրի կանանց եւ տղամարդկանց, գիշերով դեռ ոչ քնած վիճակում գալիս են ու սկսում են իրանց հետ կոպիտացար հարաբերվել, որից հետո առավոտ այդ մարդը կարող արթնանա, էներգաթա, բայց կոպիտ ասած նույնիսկ լինում են այն տարբերակները, որ ուժ գործադրելով է այդ լինում, ոչ գեղեցիկ ձևով, այսինքն այն մարդ, որ այսօր ունի կին ամուսին, իրան նման թե նման մի էակ այցելի, հիմնական լինում են այն մարդկանց մոտ, ովքեր չունեն կողքին զույգ եւ կոպիտ ասած դրա պահանջ ունեն։ Կան եւ նույնիսկ լարվերից մի քիչ ավելի մանրամասն հիմա կխոսենք, լարվերը ուրեմն իրանք էակներ են, բայց ոչ անձ, իրանք մարդու ստեղծված էակներ են, սենց ասած, բայց ոչ ոգի ունեցող, սենց ասեմ։ Դու, ասենք, եթե մի բան շատ ցանկանում ես, այդ լարվը գալիս է, կպտում է քեզ, այդ քո ցանկությունը, քո ստեղծագործությունը գալիս է քեզ կպտնում է, օրինակ դու ուզում ես գնաս շոփինգով զբաղվես, այն մարդիկ, որ շոփինգի հիվանդություն ունեն, այդ ուրեմն այդ շոփինգի լարվը եկել է իրանց վրա նստել է ու սպասում է, որ ինքը գնա ինչ-որ մի բան առնի, այդ ցանկությունը հիմնականում աշխատում է մուլադխարա չակրայի վրա, ուրեմն իր մոտ այդ չակրայի հետ խնդիրներ կա, որ ինքը նույն ասենք չակրայի վրա այդ ցանկությունը կարող ազդի այդ ինկուբի ու սուկուբի տարբերակով, բայց այստեղ արդեն ուրիշ մեխանիզմ է աշխատում ու այն մարդիկ, որ սիրում են անդադ ուշուն ստալ եւ այլն, սրանց մոտ աշխատում է վիշուդհա չակրան, որի հիման վրա մարդ սկսում է մտնել այդ փոսը եւ անդադ չի կարող դադարի իրան այդ
վատաբանությամբ չզբաղվել, ասենք, դա կոչվում է վատ հատկանիշ մարդու, плохая привычка։ Ու այդ վատ հատկությունը, սովորությունը ինքը այնքան կարող խորանա, ինչքան մարդ դրան ուժ տա, ընթացք տա։ Այսինքն, եթե դու ինչ-որ մի բան ուզում ես, դու պետք է միանգամից այդ քոքից կտրես, որ այդ լարվան քո մեջից չզարգանա, չաշխատի ու սկսի քեզ ճնշել նույնիսկ այդ պատճառով։ Գոյություն են ձեռք բերված լարվաներ եւ ինքնարտադրված լարվաներ, այսինքն ինքնարտադրված է նրա մասին այն ինչ որ ես ասեցի, մարդ ուզում է, ցանկանում է ու անդադ իր մոտ շարունակում է, իսկ ձեռք բերված, ասենք դու գնում ես ընկերոջդ կամ ընկերուդ հետ, ինքը գարեջուրա կամ ինչ-որ մի բան է ուզում ու ինքը իր ցանկությունով ոնց որ քո վրա ազդում է ու դու էլ ես ուզում ուզել, ասենք ինքը գարեջուր է խմում, դու նայում ես վրան, քո մոտ էլ է ախորժակ արթնանում, այդ նշանակում է որ դու ձեռք ես բերել իրանից այդ հիվանդությունը, այդ պայի միջոցով, դու կարող է հետո էլ չուզենաս, բայց այդ պային կարող է ինքը մեխանիզմ աշխատի ու սկսի աշխատել, այդ էլի քո կամքի ուժից է կախված, դու ինչքան ուժեղ կլնես, կգտնվես, որ հետո քո մոտ դա չշարունակվի։ Լարվաները ուրեմն լինում են այդ տարբերակի, խոսալու տարբերակի, ցանկության տարբերակի, նույն լարվաները ասենք ծխելու, խմելու, էլի ցանկության տարբերակի մուլադհարա չակրայից պետք է խոսանք, այսինքն իր մոտ վնասված է մուլադհարա չակրան, դա երկրորդ չակրան է, ցանկության չակրան է, որտեղից գալիս են բոլոր մարմնային ցանկությունները, ասենց ասեմ, ինչ կարելի է ասել ոգիներից եւ կարելի ասել, որ ոգիների մեջ իերարխիաներ կան, կարելի ասել, որ կան, երբ որ դու կանչում ես նույն ես սպիրիտիզմով, երբ որ կանչում ես ոգի, դու պետք է անպայման իրան բարվես, հարգանքով վերաբերվես, եթե հանկարծակի ուզում ես նման սեանս անես, ասեմ, որ վրատ պետք է ոչ մի զարդ չլինի, արծաթեղեն չլինի, ոչ մի բան չլինի, երկրորդը սուր առարկաներ չլինեն, երրորդը պետք է սեղանին լինի մի հատ մոմ, այս առարկաները, այս իրանք սուր բաներ չլինի ու առնվազն 2 հոգի պետք է լինեն կամ 3 ու պատոհանը երբ որ դու հրաժեշտ ես տալիս այդ ոգին, ասում ես հաջողություն քեզ, քաղցրավենիք ես դնում սեղանին, որ ինքը օգտվի, այսինքն շնորհակալություն ես իրան հայտնում, որ ինքը եկավ քեզ յուր ու ստեղ գրած է, տեսնում եք, սա ռուսերեն տարբերակն է, գրած է պրաշայ, հրաժեշտ ես տալ, այսինքն դու սրանով ասում ես, որ սեանսը ավարտված է, դու գնա քո տունը, ես էլ իմ տունը, որ ինքը էլ քո մոտ չմնա, ինքը կարող է մնա քո մոտ, իրան դուր գա քո մոտ մնա, ինքը քո մոտ մնա։ Դրա համար ոնց որ ասում եմ, հետո օդափոխվում ես, փայտիկներով սենց բան ես անում ու եթե տեսնում ես քո մոտ ինչ-որ մի բան այն չի, անմիջապես այդ չար հոգիների դեմ կարելի է անկյուններով աղցանել, սխտոր մի գլուխ դնել եւ մի խոսքով եթե դու կանչես Տեր հորը ինքը շատ լավ աղոտ կկարդա չար հոգիների դեմ նարեկացու մեջ շատ լավ աղոթքներ կա չար հոգիների դեմ, որ կարդում ես կամ միացնում ես նույն մեր հեռախոսով YouTube-ով որ հավաքես, ինքը ցանկացած նարեկացու աղոթք բերում է, կարող եք այտենց
բայց պարտադիր կերպով կամ խունկ բան արեք կամ օդ հափոխեք շատ լավ, որ ոգին հանգարտ չմնա ձեր տանը։ Հա, ու սա ինքը հենց ես հատուկ եգիպտականն եմ վերցել, որովհետև ինքը հենց ծագումը Ouija, հենց ոնց որ ասեցի, հին եգիպտական լեզվով դա նշանակում է հաջողություն, բայց այս անգամ ուրիշ հաջողություն, իմ սիրելի տիկնայք և պարնայք և ոսկե երիտասարդություն, այսքանով ավարտենք մեր թեման, մյուս թեման երևի կլինի մեր մոտ, երբ որ լինի, ասեմ ինչի մասին։ Դուք ինքներդ ինձ կոնտակտի մեջ մտեք, ասեք ինչից եք ուզում, որ ես խոսեմ, ես կպատրաստեմ թեմա ձեր ուզած ցանկությամբ, թեմա կընտրենք ընդհանուր ուժերով, ես կպատմեմ այն ոլորտից, որ ձեզ հետաքրքրի, իսկ տենց ես իմ հայացողությամբ ձեզ անակնկալ կանեմ, ես կորոշեմ ինչ եմ ուզում։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար, հաջողություն ձեզ, հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում եթերում։